նախարարությունը միջև այս դեպքը տեղյակ եղել է, որ այդ դպրոցում խնդիրներ կան եւ ինչ գործողություններ է արել։ Կոնկրետ այս դպրոցի հետ կապված դեպքի մասին մենք տեղեկատվություն չենք ունեցել, բայց քանի որ դպրոցը գործում է Արմավիրի մարզպետարանի ներքո ենթակայությամբ եւ կարծում եմ իրենք են ունեցել այդ տեղեկատվությունը, բնականաբար մարզպետարանի աշխատակիցները որոշակիորեն միգուցե տեղյակ եղել են, բայց խնդիրը շատ հաճախ կարող է որևէ գործոնով պայմանավորված անմիջապես սրվել, որովհետև թեև բոլորս ենք տեսնում, որ նշում էին, որ մի քանի ամիս է տվյալ ուսուցիչը աշխատում է տվյալ դպրոցում, այնուամենայնիվ ուսումնական գործընթացը նորմալ գնացել է եւ ինչ որ փուլում, ինչ որ գործոնով պայմանավորված սրվում է եւ շատ հաճախ այդ սրմանը պատճառ են հանդիսանում նաեւ այլ գործոններ, կոնկրետ, չգիտեմ, ծնողները կարող են լինել կամ աշակերտների միջև քննարկումները կարող են լինել, այլ ուսուցիչների կողմից հրահրելը կարող է լինել, հիմա ես անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել եւ ասել, թե որ գործոնով է պայմանավորված, բայց բնականաբար հնարավոր է ցանկացած աշակերտ ուսուցիչ փոխհարաբերություններում, որը լավ չէ, բայց երբեմն լինում են տարաձայնություններ։ Եվ այստեղ շատ կարևոր է, որպեսզի դպրոցի մանկավարժական կոլեկտիվը եւ այն ուսուցիչը, ով ունի տարաձայնություն աշակերտի կամ աշակերտների հետ, կարողանա կարգավորել հարցը, բայց երբեմն հարցերը ավելի բարդանում են, քան տվյալ ուսուցչի կարգավորման շրջանակում է։ Եվ բնականաբար այդ դեպքում պիտի միջամտեն դպրոցի նաև մյուս օղակները, դա կլինի դասղեկը կոնկրետ դասարանի, որի հետ խնդիր է ունենում ուսուցիչը, առհասարակ եմ խոսում, կլինի տնօրենի տեղակալը, տնօրենը, ծնողական խորհուրդը, հազար ու մի օղակներ կան, որոնք կարող են միջամտել եւ կարգավորել հարցը։ Ինչը ձեր գնահատմամբ չի արվել։ Համենայն դեպս մեր ունեցած տեղեկատվության համաձայն նման աշխատանք չի իրականացվել։ Ես ես ճիշտ հասկացա, որ հենց այդ օրն եք տեղի ունեցածի մասին իմացել։ Ինչ քայլեր եք ձեռնարկել, բացի այն, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը աշխատանքից ազատվեց։ Հիմա դպրոցում աշխատանքները շարունակվում են, դասերը շարունակվում են, թե այդ լարված իրավիճակը շարունակվում է։ Դպրոցում դասերը շարունակվում են, նոր պաշտոնակատար կնշանակվի, որը առանձին հանձնարարականներ կունենա նաև դպրոցում հարցերը այդ նշված խնդիրները սրված իրավիճակը կարգավորելու հետ կապված, բնականաբար արդեն իսկ աշխատանքներ իրականացվում են, բայց նոր պաշտոնակատարը նաև այդ հարցերով ավելի հանգամանալից կզբաղվի։ Իսկ ով է նոր պաշտոնակատարին նշանակելու։ Կարող ասել, որովհետև Արմավիրի մարզպետի աշխատակազմի կողմից է նշանակումը լինելու։ Ասացիք, որ ուսումնասիրության փուլում է։ Ինչ պարզեցիք այդ ուսուցչու հետ կապված ի վերջո ինչ խնդիրներ են եղել։ Ինչքան էլ որ տեսանք նաև մյուս կողմի ոչ պատշաճ վերաբերմունքը ուսուցչի նկատմամբ, այդուհանդերձ փորձել եք հասկանալ ի վերջո կոնֆլիկտի էությունը որն է եղել։ Բնականաբար մեր կողմից ուսումնասիրվում է տվյալ ուսուցչի գործունեությունը, թե այդ դպրոցում, թե այլ դպրոցներում, բայց ես եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, անկախ նրանից ուսուցիչը ինչպիսի գործունեություն է ծավալում, անկախ նրանից ուսուցիչը ինչպիսի փոխհարաբերություններ է ունենում այս կամ այն դրվագի շրջանակում, որևէ մեկը ուսուցչի հետ նման կերպ վարվելու խնդիր չկա։ Եթե ուսուցիչը խախտում է իր պարտականությունները, եթե ուսուցիչը էթիկապես իրեն ճիշտ չի պահում դասի ժամանակ, ապա կա դրան արձագանքելու այլ մեխանիզմներ եւ պիտի գործի դրվեն համապատասխան մեխանիզմները, ոչ թե նման իրավիճակով ուսուցչին մեղադրելը կամ բոլորով հալածանքի ենթարկելը, ինչը անթույլատրելի է։ Եվ ես եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ այնուամենայնիվ տվյալ ուսուցիչը իրենց շատ հավասարակշռված էր պահում հենց այդ իրավիճակում, որովհետև այդ իրավիճակում մեզանից յուրաքանչյուրը կարող էր հունից դուրս գալ եւ իրեն պահել ոչ adekvat, որովհետեւ ամեն դեպքում երբ մի մեծ բազմություն, այդ թվում նաեւ երեխաներ, որոնք քո աշակերտներն են, այդ թվում չափահասանք, այդ թվում նաեւ ծնողներ, որոնք ծափահարում են երեխայի ոչ պատշաճ խոսքին կամ սուլում են դպրոցում, դա անթույլատրելի է, անկախ նրանից ուսուցիչն ինչ է արել, բնականաբար։ Իսկ եթե խնդիր կար, ապա համապատասխան օղակները պիտի իմանային դրա մասին եւ համապատասխան աշխատանքը պիտի իրականացնեին։ Տվյալ ուսուցչուհին շարունակելու է աշխատել։
խնդիր դրված չի, բնականաբար ուսուցիչը շարունակելու աշխատել դպրոցում, եթե իր ցանկությամբ դուրս չգա դպրոցից։ Նման հարց ներկայումս չի քննարկվում եւ ուսուցիչը կարծում եմ շարունակում է իր աշխատանքը։ Այս ամբողջ աղմուկի մեջ մի եզրակացություն եղավ, այն որ ամեն դեպքում այստեղ թերացել է պետական կառույցը։ Տվյալ դեպքում նաև սլաքները նախարարությանն էին ուղղված, որևէ կերպ ընդունում եք այդ մեղադրանքները։ Բնականաբար բոլոր խնդիրները ունենում են լոկալ եւ համակարգային պատճառներ։ Լոկալ պատճառները կարող են լինել հենց կոնկրետ դպրոցում ստեղծված իրավիճակը, ուսուցչի անձը, աշակերտի անձը եւ հազար ու մի այլ գործոն։ Բայց կան նաեւ համակարգային խնդիրներ եւ ես վստահ եմ, ցավով եմ սա ասում, որ սա ոչ առաջին դեպքն է, ոչ վերջին դեպքն է, միգուցե ոչ այս աստիճանի արտահայտված, բայց մենք ունենք բազմաթիվ իրավիճակներ, երբ երեխաները իրենց անհարգալից են պահում ուսուցիչների հետ։ Եվ սա մեր համակարգի ամենախոցելի կետերից մեկն է, որի ուղղությամբ մենք աշխատանքներ իրականացնում ենք եւ պիտի շարունակենք համատեղ բոլորով դպրոցի վարչական կազմով, տնօրենով, ուսուցիչներով աշխատել եւ թե ծնողներին եւ թե աշակերտներին ցույց տալ, սովորեցնել, թե որն է դպրոցում պատշաճ վարքագիծը, որն է աշակերտ, ծնող, աշակերտ, ուսուցիչ, պատշաճ փոխհարաբերությունները։ Ես երեք հետևում էի ԶԼՄ-ների հրապարակումներին եւ տեսա, որ ճիշտ է այդ լարվածությունը մեղմվել է, բայց ամեն դեպքում կային ուսուցչական անձնակազմից կային մարդիկ, որոնք դեռ շարունակում էին բացասաբար վերաբերվել պատմության ուսուցչուհին, որպեսզի ինչ որ խնդիրներ նորից չառաջանան։ Այնտեղ ձեր նախարարությունից որևէ ներկայացուցիչ կա, այսինքն վերահսկող կա այս պահի դրությամբ նախարարությունը ներգրավված է այդ աշխատանքներին, թե դա մարզպետարանի վրա է դրված։ Բնականաբար, քանի որ մարզպետարանի ենթակայությամբ գործող դպրոց է, բայց մենք ամենօրյա կապի մեջ ենք եւ առավոտյան ենք խոսել այսօր, այսինքն անընդհատ մենք կապի մեջ ենք, որպեսզի վերահսկենք իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան գործողություններ իրականացնենք։